Հատվածը, որը ես ընտրել եմ այսօր միասին ուսումնասիրելու, դուք տեսնում եք, վերնագրել եմ խաղաղություն, որը մտքից վեր է։ Կարծեմ այս արտահայտությունը մաղթանքի տեսքով շատ ենք լսում, որ ուզում ենք, որ մարդիկ լինեն խաղաղ, ունենան այդ խաղաղությունը, բայց ինչպես այն ձեռք բերել, ինչպես ունենալ, որ այն չմնա ցանկության մակարդակին։ Ուզում եք ունենալ Աստծո խաղաղությունը։ Հարցս կրկնեմ, մեկ անգամ էլ ուշադրություն դարձրեք, թե ում խաղաղության մասին ենք խոսում։ Կուզեք ունենալ խաղաղություն, բայց Աստծո խաղաղությունը։ Գիտեք, այն էժան չի, բայց չի էլ վաճառվում։ Խաղաղությունն ամենամեծ պահանջն է եղել բոլոր ժամանակներում եւ կա մինչեւ հիմա։ Եվ գնալով ավելի է արժևորվելու այն, որովհետեւ գնալով օրերը ավելի չար են լինելու։ Այն չեն կարող ունենալ նույնիսկ աշխարհի ամենահարուստ մարդիկ, քանի որ այն չի վաճառվում։ Այն հնարավոր է ունենալ միայն Աստծո նախատեսած ճանապարհով։ 21-րդ դարում ավելի է շատացել մարդկանց խելագարությունների թիվը աշխարհում, տագնապը, վախը, անհանգստությունը, եւ մարդիկ ապրում են վախի ու սարսափի մեջ, անորոշության մեջ, շարունակ սպասում են վատ լուրերի։ Եվ նրանց ներաշխարհում քաոս է, դառնություն եւ տագնապ։ Ձեզ եմ ներկայացնում մի փոքր վիճակագրություն, ինչ որ համացանցը տվեց։ Կարծում եմ սրանից դուք եք տեղյակ, բայց ճշգրիտ թվերը սրանք էին, որ համացանցը տրամադրեց։ Վերջին 30 տարում անհանգստության եւ դեպրեսիայի մակարդակը կտրուկ աճել է 1999 թվականի մոտ 195 միլիոն, իսկ 2019 թվականին արդեն շուրջ 301 միլիոն մարդ տառապում էր տագնապային խանգարումներով։ Քովիդը մեզ ծանոթ նպաստեց սրա աճին մոտ 25%-ով, սա համաշխարհային վիճակագրությունն է ասում, այսօր համաշխարհային տվյալներով յուրաքանչյուր 8-րդ մարդը ունի հոգեբանական կամ հուզական խանգարումներ, տարբեր ձևերի։ Միայն մոտ 7%-ն է ստանում իրենց պատկերացրած արդյունավետ բուժումը։ Աշխարհում հոգեբանների եւ մասնագիտական օգնության կարիքը շարունակում է գնալով աճել, մեծանալ, մարդիկ ավելի են սկսում հետաքրքրվել հոգեբաններով։ Այսօր համացանցը գոնե հնարավորություն է տալիս, տեսնում եք 4 կողմ ինչպես նայենք, բոլորը հոգեբան են։ Բոլորը հոգի են բուժում։ Բոլորն ուզում են տալ մարդուն այն, ինչ իրականում իրենք չեն կարող տալ։ Եվ համացանցը մեծապես նպաստեց եւ արագացրեց այս անհանգստության տարածման գործընթացը։ Քանի որ բոլոր տեսակի լուրերը վայրկյանների ընթացքում լցվում են յուրաքանչյուր մարդու աչքերից, ականջներից ներս դեպի իրենց սիրտ։ Եվ այն չի կարող իր կործանարար ազդեցությունը չբերել։ Ինչ անել։ Ինչպես պայքարել անհանգստության դեմ։ Ինչպես պայքարել խաղաղության համար, աստվածային խաղաղության համար։ Ինչպես ունենալ հաղթանակ անհանգստության վրա։ Արդյոք դա հնարավոր է։ Գիտեք, եթե սրա կարիքը չլիներ, խիստ չլիներ, Հիսուսը չէր ասի, ձեզ տալիս եմ իմ խաղաղությունը։ Ոչ թե այն, որ աշխարհն է տալիս, այլ իմ։ Դա խաղաղության մի տեսակ է, որը պատերազմի բացակայությունը չէ։ Դա խաղաղության մի տեսակ է, որ խաղաղը նույնիսկ պատերազմի մեջ։ Խաղաղությունը մեծագույն կարիք է, չեմ խոսում Աստծո խաղաղության մասին։ Ուզում ենք ունենալ այս խաղաղությունը։ Ուզում եք փորձառել այս խաղաղությունը, որ Սուրբ Գիրքը կոչում է մտքից վեր եղող խաղաղություն։ Դրա համար պայմաններ կան։ Եթե կատարենք այդ պայմանները, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, որպես դրա հետևանք, մենք երկրի վրա կփորձառենք աստվածային խաղաղությունը։ Եկեք հատվածը կարդանք, սա մի փոքր ձեզ տեղեկություն, որպեսզի հասկանաք ինչի մասին ենք խոսելու։ Կարդանք հատվածը եւ կսկսենք մեկ առ մեկ ուսումնասիրել։ Փիլիպպեցիս 4-րդ գլուխ 6-ից 9-րդ համարներն ենք ուսումնասիրելու։ Փիլիպպեցիս 4, 6-ից 9։
Ոչ մի բանի մասին մի մտահոգվեք, այլ թող ամեն բանում աղոթքով, աղաչանքով եւ գոհությամբ ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն հասկացողությունից վեր է, պիտի պահի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով։ Վերջապես, եղբայրներ, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ հարգանքի արժանի է, ինչ որ արդար է, ինչ որ մաքուր է, ինչ որ գեղեցիկ է, ինչ որ բարի համբավ ունի, ինչ առաքինություն եւ ինչ գովելի բան որ կա, դրանց մասին մտածեցեք։ Ինչ սովորեցիք եւ ընդունեցիք, լսեցիք ու իմ մեջ տեսաք, այն արեք եւ խաղաղության Աստվածը ձեզ հետ պիտի լինի։ Նախորդ հատվածը Պողոսը առաջին 1-4 համարներում, 5-րդ համարներում սովորեցնում էր եկեղեցու միաբանության մասին։ Վիճաբանություն կար, եթե դուք նայեք 4 գլուխը սկսում է երկու քույրերի միջև եղող տարաձայնությամբ եւ Պողոս առաքյալը այնտեղ 5 հրաման էր տալիս, որպեսզի օգներ, որ այս միջանձնային ներեկեղեցական կոնֆլիկտը հարթվեր եւ որպեսզի նրանք հավատի մեջ հաստատ մնային, ամուր մնային, նրանց առաջին համարից սկսած կոչ էր անում, որ նրանք հաստատ մնան Տիրոջով, նույն միտքը ունենան, ինչ Քրիստոսի մեջ էր, օգնեն միմյանց, միշտ ուրախ լինեն Տիրոջով 4 համարներ ասում եւ 5-ը վարքով ցուցադրեն իրենց Աստվածահաճո կենցաղը, որպեսզի եկեղեցու ներսում կարողանար ապահովել համերաշխություն։ Եվ այս արտաքին կոնֆլիկտից հետո Պողոսը անցում է կատարում հավատացյալների ներքին կյանքին վերաբերող թեմային, ներքին անհանգստության թեմային, որը 6-9 համարներն են, որը մեր այսօրվա հատվածն է, եւ նա այնտեղ արդեն սովորեցնում է ներքին հոգեվոր կյանքին վերաբերող դասեր։ Եվ մեր ներկա համատեքստը 4 գլուխ 6-9 համարն է։ Այս թեման անցում է նախորդ ցավոտ, սուր, լարված իրավիճակից դեպի հավատացյալների անձնական ներքին խաղաղության հարցերին։ Եվ 6-9 հատվածում տալիս է Պողոսը 3 հրաման, թե ինչպես նրանք կարող են ներքին եւ աստվածային խաղաղություն ունենալ։ Այս հատվածի թեման Աստծո խաղաղությունն է, կամ մտքից վեր եղող խաղաղություն։ Եվ թեման մենք ավելի ամփոփ կերպով 9-րդ համարում ենք տեսնում, որտեղ Պողոսը այսպես է ասում. հենց այն ինչ սովորեցիք, ընդունեցիք, լսեցիք ու իմ մեջ տեսաք, այն արեք եւ ուշադրություն, խաղաղության Աստվածը ձեզ հետ կլինի։ Աստված ձեզ հետ կլինի։ Ծանոթ է, չէ՞։ Ամեն օր ասում ենք նույնիսկ։ Սա խոստում է։ Սա խոստում է, որը տալիս է Պողոսը եւ այն հնչում է նախորդ 3 հրամաններից հետո, որպես դրանց կատարման արդյունք, հետևանք։ Ինչ նկատի ունի Պողոսը ասելով Աստված ձեզ հետ կլինի։ Արդյոք տարածական իմաստով նկատի ունի, որ Աստված այստեղ չէր, հիմա այստեղ կլինի։ Իհարկե ոչ։ Պողոսի աստվածաբանության մեջ հստակ է, որ Աստված ամենուրեք է։ Դրա մասին չի խոսքը։ Իսկ ինչ նկատի ունի Պողոսը։ Պողոսը գրում է հետևյալ իմաստով, որ Աստծո խաղաղարար ներկայությունը, երբ դուք կատարեք այդ վերևի հրամանները, որպես արդյունք զգալի, հասկանալի կլինեն ձեզ, որ Աստված ներկա է ձեր կյանքում։ Աստծո խաղաղությունը դուք կսկսեք վայելել, փորձառել Աստծո խաղաղությունը։ Այսպիսով 9-րդ համարը ներկայացնում է Աստծո անձն ու բնույթը եւ նկարագրում ամբողջ հոգեվոր խաղաղությունը, որ գալիս է Աստծուց եւ Աստված ինքն է այդ խաղաղությունը։ Ստացվում է, որ Պողոսը խոստանում է այս արդյունքը, բայց 3 պայմանով։ Եթե նրանք կատարեն նախորդ 3 հրամանները, եթե այսպես վարվեն, կփորձառեն, ինչ է նշանակում, եւ խաղաղության Աստվածը ձեզ հետ կլինի։ Եվ ահա մենք արդեն կարող ենք ձևակերպել հատվածի գլխավոր ասելիքը, կարող ենք հաջորդը փոխել եւ սա կարող եք հիշել ամբողջ պատգամը խտացված այս մեկ ճշմարտության մեջ։ Մտքից վեր եղող խաղաղությունը փորձառում են միայն նրանք, ովքեր ապրում են Աստծո ասած կերպով։ Մտքից վեր եղող այս խաղաղությունը, որի մասին Պողոսը խոսում է, հասանելի է միայն այն մարդկանց,
գործնականում կարողանում են փորձառել միայն նրանք, ովքեր ապրում են կամ վարվում են Աստծո ասած կերպով։ Սա, ինչպես սկզբում ասացի, չի վաճառվում։ Սա հնարավոր է ձեռք բերել կամ փորձառել միայն Աստծո ասածների կատարման արդյունքում։ Դրա համար Պողոսը 3 հորդոր երբ տալիս է, 3 հրաման տալիս է, ասում է եւ սրանցից հետո խաղաղության Աստվածը ձեզ հետ կլինի։ Ուրիշ կերպով դուք մտային, հոգեկան, էմոցիոնալ հեռավորություն կզգաք ձեր եւ Աստծո միջև։ Եվ եթե ձեր աստվածաբանությունը լավ չլինի, ձեր աղոթքներում նույնիսկ ասեք Տեր Աստված խնդրում եմ ինձ հետ եղիր, բայց դու գիտես, որ Աստված ասել է, որ քեզ հետ եմ։ Աստծո խաղաղությունը փորձառում են միայն նրանք, ովքեր կատարում են նրա պատվերները։ Եվ այս հատվածում կարող ենք անցնել, կտեսնենք Աստծո խաղաղության փորձառությանը հասնելու 3 քայլ։ Աստծո խաղաղության փորձառությանը հասնելու 3 քայլ։ Առաջին, ինչպես փորձառել Աստծո խաղաղությունը անհանգստության մեջ, տագնապի մեջ, ինչպես փորձառել։ Առաջին, պետք է ոչ թե մտահոգվել, այլ հոգսերը Աստծուն ներկայացնել։ Առաջին պետք է ոչ թե մտահոգվել, այլ հոգսերը Աստծուն ներկայացնել։ Եվ այս 6-րդ համարում տեսնում ենք հոգսերը Աստծուն ներկայացնելու 3 միջոց՝ աղոթք, աղաչանք եւ գոհություն։ Նայեք 6-րդ համարին։ Ոչնչի համար մի մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով եւ գոհությամբ, աղոթքով, աղաչանքով եւ գոհությամբ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Այս 6-րդ համարում 2 հրաման կա։ Տեսնում եք, չմտահոգվելու եւ Աստծուն ներկայացնելու։ Եկեք հասկանանք ինչ նկատի ունի Պողոսը այս հրամանները տալով եւ հետո կնայենք արդեն այս հրամանները կատարելու միջոցները։ Ուրեմն ասում եմ մի մտահոգվեք։ Այս հունարեն մերինո բառն է, որ գրված է, նշանակում է մտահոգություն, անհանգիստ լինել, տագնապել, ծանոթ զգացում է։ Ինչ է անհանգստությունը։ Այս բառը, որ թարգմանվել է հունարենից, բառացի հնչում է անհանգստացող, կարիք զգացող կամ մտահոգ։ Եվ հետաքրքիր է, որ ուղիղ իմաստով մի թարգմանություն կար, այսպես էր հնչում՝ տարածված լինել տարբեր ուղղություններով։ Սա հետաքրքիր է, ինչի մասին է խոսքը։ Ինչ նկատի ունի տարածված լինել տարբեր ուղղություններով։ Մեր հույսերը մեզ ձգում են մեկ ուղղությամբ, մեր վախերը հակառակ ուղղությամբ եւ արդյունքում մենք կարծես պատռվում ենք։ Եթե իսկապես դուք երբևէ անհանգստացել եք, գիտեք թե ինչպիսին է այն, հոգեբանորեն խեղդում է մարդուն։ Իրականում անհանգստություն ունի նաև ֆիզիկական հետևանքներ։ Սկսած գլխացավից, մինչև ստամոքսի խոցեր, նույնիսկ մեջքի ցավեր, անհանգստությունը ազդում է մեր մտածողության վրա, նույնիսկ մեր մարսողության վրա։ Սա բժիշկները 21-րդ դարում են հայտնաբերել։ Սա Պողոսը գրում է հրամայական եղանակով, որը նշանակում է, որ այն մաղթանք չէ։ Այն ցանկություն չէ, այն բաժակաճառի մակարդակի անհիմն միտք չէ, այլ հստակ պատվեր է, իսկ պատվերին պետք է հնազանդվել կամ ոչ։ Պողոսը նկատի չունի այն, որ չմտահոգվելը պետք է կիրառել միայն մեծ խնդիրների դեպքում։ Այլ նա նկատի ունի բացարձակ իմաստով։ Նայեք համարին, որտեղ նա նշում է, թե որ դեպքերում պետք է չանհանգստանալ, գրում է ոչինչի համար։ Այսինքն դրա մեջ են մտնում մեր կյանքի բոլոր դեպքերը։ Պողոս այսիշ գաղտնիք ունես մեզ սովորեցնելու, որ այդ դեպքում այլևս կապ չի ունենա մեր խնդիրների չափը։ Վստահ ես Պողոս, որ չմտահոգվելու պատվերը կարելի է կիրառել կյանքի բոլոր ոլորտներում։ Գուցե հիմա ես ձեզ հարցնեմ, ամեն մեկդ այնպիսի մտահոգություններ ասեք, որ մեկինը մյուսից տարբեր լինի, մեծ ու փոքր լինի։ Արդյոք սա Պողոս առաքյալ կիրառելի է։ Պողոս ասում է այո։ Ոչինչի համար պետք է չմտահոգվել։ Ոչինչի համար։ Խնդրում եմ մի պահ մտորեք։ Մտորեք ձեր ունեցած խնդիրների եւ դրանց չափերի մասին եւ ձեր սրտում ազնիվ ձեռով հարց տվեք ձեզ։ Արդյոք ձեր սրտում պատկերացում ունեք ձեր խնդիրների չափերի մասին։ Մտածում եք այս հարցով կարելի է դիմել Աստծուն, մյուսով ոչ։ Սա շատ տարածված մտածելակերպ է։ Մարդկանց թվում է, որ մեծ ու փոքր հարցեր կան Աստծո համար։ Փոքրի դեպքում կարելի է չդիմել Աստծուն, այ որ, չգիտեմ, հիվանդանոցային, մահվան,
Նման հարցեր են կարելի է դիմել։ Իսկ Պողոս այստեղ ասում է դուք ոչինչի համար պետք է չմտահոգվեք։ Այնինչ հաջորդիվ ասելու է Պողոսը, պարզապես ջախջախում է մարդու կյանքում հանդիպող ցանկացած չափի եւ ձևի խնդրի պատկերացում։ Այն այնպիսի ուժ ունի, որի առջև չի կարող կանգնել որևէ խնդիր, հարց, տագնապ կամ անհանգստություն, եւ Պողոսն ուզում է, որ մենք փորձառենք Աստվածային այս խաղաղությունը։ Եվ դրա համար առաջին քայլը, որ պետք է անենք, պետք է չմտահոգվել, բայց եկեք ընդունենք, որ եթե միայն այսքանը լիներ, կիսատ կլիներ։ Չմտահոգվեմ, բա ինչ անեմ։ Միթե լուծում կլիներ, պարզապես միայն ասելը, որ մի անհանգստացեք, դա լուծում չէ, դա կեսն է լուծման։ Եվ տեսեք, ինչ է անում հաջորդիվ Պողոսը, նայեք համարի վերջին մասին, այնտեղ Պողոսն ասում է, թե ինչ պետք է անել, դրանից հետո ոչնչի համար մի մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով եւ գոհությամբ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Խնդրանքները թող հայտնի լինեն։ Սա արդեն տանում է լուծման։ Հայտնի լինի, այս արտահայտությունը մեկ բառ է հունարենում, որը գնորիձո բառն է, նշանակում է տեղեկացնել կամ հայտնել, կամ ներկայացնել Աստծուն։ Սա ևս հրաման է, եւ հրամանի ուղղությունը այստեղ չափազանց կարեւոր է։ Այն ցույց է տալիս, թե չանհանգստանալու հետևանքով ինչ պետք է անենք եւ ում պետք է դիմենք։ Ասում է թող հայտնի լինեն Աստծուն կամ ներկայացրեք Աստծուն։ Իհարկե բնական է, որ երբ մենք անհանգիստ ենք, կա խնդիր, կա խեղտոց, հարց, ներքին քաոս, տագնապ, մենք ուզում ենք լուծել, փնտրել եւ գտնել մեկին, ում հետ կարող ենք խոսել։ Պողոս ասում է կա այդ մեկը։ Այդ մեկը այդ պահին կողքինդ չէ, ոչ էլ գումարն է։ Կամ մեկը, որ պետք է իրեն ներկայացնես, առաջին քայլը, որ դու պետք է անես։ Գիտեք, որ միջոցը ընտրեք, համապատասխան արդյունք էլ կունենաք։ Պողոսը, որպես առաջին քայլ տագնապի մեջ հրամայում է դիմել Աստծուն։ Սա բանալի է, սիրելի եղբայրներ եւ քույրեր։ Խնդրում եմ մտածեք ձեր արձագանքների մասին։ Մտածեք այս պահին միայն ձեր մասին եւ ձեր սրտում անկեղծ պատասխանեք։ Տագնապի ու անհանգստության մեջ գտնված ժամանակ ինչ եք անում առաջինը։ Կորցնում եք ձեր գլուխը, տեղ եք տալիս տագնապին, դիմում որևէ մեկին, մի տկար միջոցի, թե առաջինը, որ անում եք, դիմում եք Տիրոջը։ Տեր օրհնի։ Տիրոջը դիմելը պետք է լինի նրան վստահելու մեր առաջին գործնական դրսևորումը։ Դա վստահության նշան է։ Մեր հոգսերը պետք է ներկայացնենք Աստծուն։ Գիտեք, ներկայացնել կամ հայտնել ասել չի նշանակում, որ Աստված տեղյակ չէ։ Քանի որ մեր երկնավոր Հայրը Հիսուսն ասում էր, գիտի մինչև ձեր խնդրելն էլ, թե ձեզ ինչ է պետք։ Այլ դա ապացուցում է, թե ում ես վստահում դու, որովհետև դու ում վստահում ես, դու ինքնաբերաբար դիմում ես նրան առաջինը։ Այստեղ գրված է խնդրանքներ բառը, որը նշանակում է խնդրանք որևէ կենցաղային կամ սովորական խնդրանքներ, որոնք որ առօրյայում կարող են քեզ պետք լինել։ Այսինքն խոսքը առանձին խնդրանքների մասին է, որոնցից հետագայում կազմվում է արդեն աղոթքը։ Քեզ անհանգստացնում է մի բան, երկու բան, երեք բան, դու խնդիրներ ունես եւ ասում է դուք դրանք ներկայացրեք Տիրոջը։ Սրանք առօրյա կարիքներ են, առանձին, իրարից տարբեր, զանազան ոլորտների խնդիրներ կարող են լինել, որոնք անհանգստացնում են մեզ։ Եվ քանի որ այս խնդրանքները չունեն սահմանափակում, չունեն փոքր ու մեծ, ապա կարող ենք մենք այս անհանգստությունները ցանկացած պահի ներկայացնել Տիրոջը։ Սա նման է այն պատկերին, որտեղ ձեր փոքրիկ երեխան ունի անհանգստացնող հարցեր եւ լուծումը փնտրում է ձեզնից դուրս։ Երբ դուք իմանաք, միթե չեք ասի, ինձ դիմիր առաջինը։ Միթե ինձնից շատ մեկը պետք է հոգ տանի քեզ համար։ Հիշեք, սիրելիներ, սա հրամանը նեղության, տագնապի, անհանգստության մեջ դիմել Տիրոջը, ներկայացնել նրան մեր բոլոր խնդրանքները։ Սա մեր առաջին արձագանքը պետք է լինի անհանգստության ու տագնապների ժամանակներում։ Տեսեք, Պետրոսն ինչ է գրում այս մասին, առաջ Պետրոս 5:7, ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք, պատճառը լսեք, որովհետև նա ձեզ համար հոգ է տանում։ Ուրիշ խոսքով կարծես ասի, ինչու չեք վստահում մեկին, ով տրամադրված է ձեզ օգնելու, ով հոգում է ձեր մասին։
Հավատացյալներին տրվում է արտոնություն առանց վարանելու իրենց բոլոր հոգսերը Տիրոջ վրա գցելու, քանի որ նա հոգ է տանում։ Անհանգստանալու կարիք չկա։ Մենք կարիք չունենք մեր ուսերին կրելու հոգսերի ամբողջ բեռը, երբ Տերը կամենում է եւ կարող է դրանք լուծել։ Հիշեք, անհանգստանալը օգուտ չէ, այն չի լուծի խնդիրը։ Անհանգստանալը մեղք է, մի քարոզիչ այսպես է գրել. մտահոգությունը մեղք է, քանի որ այն ժխտում է Աստծո իմաստությունը։ Այն ասում է, որ նա չգիտի, թե ինչ է ինձ պետք։ Այն ժխտում է Աստծո սերը, այն ասում է, որ նա անտարբեր է, եւ այն ժխտում է Աստծո զորությունը։ Այն ասում է, որ նա չի կարող վերացնել այն, ինչ ինձ ստիպում է հիմա անհանգստանալ։ Մտածելու բան կա այստեղ։ Մենք Սուրբ գրքում ունենք հստակ պատվերներ չանհանգստանալու մասին։ Հիշում եք, Մատթեոս 6:27, ձեզնից ով կարող է, Հիսուսն ասում է, հոգալով իր հասակի վրա մի փոքր ավելացնել։ Եվ շարունակում ասում է, եթե այդ փոքր բանը, մեզ համար դա փոքր չի։ Այդ փոքրը դուք չեք կարող անել։ Ինչու եք անհանգստանում։ Այս ծայրահեղ համեմատության մեջ Հիսուս ուզում է ցույց տալ անհանգստության անմտությունը, խաբկանքը։ Ուրեմն ասում եմ, մի մտահոգվեք ասելով ինչ ենք ուտելու կամ ինչ ենք խմելու, դրանք հեթանոսներն են խնդրում։ Ձեր հայրը գիտի ձեզ ինչ է պետք։ Այսպիսով ինչպես փորձառել Աստծո խաղաղությունը անհանգստության ժամանակ։ Առաջին քայլը Պողոս այստեղ ցույց է տալիս հոգսերը հանձնել Աստծուն եւ միայն նրան, առաջինը։ Սա օգնում է զգալ եւ փորձառել ներքին հույս, որ կա մեկը, ում կարող ենք դիմել։ Պատկերացրեք, արդեն մեծ օգնություն չէ, որ անհանգստությանդ մեջ հիշում ես, որ մեկը կա եւ այդ մեկն էլ կարող մեկն է։ Սա արդեն հոգեբանական օգնություն է քեզ, որ դու գլուխդ չկորցնես։ Մենք այս դեպքում խոսում ենք ոչ թե որպես մարդու, ով կարող է օգնել, այլ Աստծո մասին ենք մենք խոսում։ Լավ, արդեն գիտենք ում դիմել, արդեն ավելի հանգիստ ենք, բայց պետք է նաև իմանալ ինչպես դիմել նրան։ Եվ Պողոսը 3 միջոց է ցույց տալիս։ Տեսեք, միայն 6-րդ համարում։ Եկեք տեսնենք միջոցները, ինչպես է պետք ներկայացնել մեր խնդրանքները։ Չէ՞ որ ներկայացնելուն էլ կա կերպ, կա ձև։ Աշխարհում մարդիկ հորինում են կերպեր, թե իրենց ինչպես պետք է մոտենաս, ինչպես պետք է աշխատանքի, ինչ կերպով պետք է դիմես։ Պողոսն այստեղ ասում է, եկեք ձեզ սովորեցնեմ ինչպես են Տիրոջը դիմում։ Այսպիսով 6-րդ համարում մենք տեսնում ենք խնդրանքները ներկայացնելու 3 կերպ՝ աղոթք, աղաչանք եւ գոհություն։ Առաջին կերպը աղոթքն է։ Սա ընդհանուր բառ է Տիրոջն ուղղված մեր խնդրանքները հայտնելու համար։ Սակայն այն նաև պարունակում է պաշտամունքի, նվիրվածության եւ հարգանքի միտքը, հարգանքի գաղափարը։ Երբ հայտնվում ենք անհանգստության մեջ, ուշադիր լսեք, խնդրում եմ, առաջին քայլը պետք է լինի առանձնանալ Աստծո հետ եւ ներկայացնել նրան մեր խնդրանքները աղոթքի տեսքով։ Մենք պետք է տեսնենք այդ ընթացքում Աստծո մեծությունն ու վեհությունը եւ հասկանանք, որ նա բավական է մեր խնդիրները լուծելու համար։ Շատ հաճախ մենք վազում ենք նրա ներկայության մեջ, շտապելով հայտնել մեր կարիքները, մինչդեռ պետք է մոտենանք նրա աթոռին հանդարտությամբ, շնորհքի այդ աթոռին, խոր հարգանքով եւ այն մեծ հույսով, որ մեր հայրը լսում է մեզ եւ պատրաստ է մեր խնդրանքներին պատասխանելու իր կամքով։ Խնդրանքները ներկայացնելու առաջին կերպը աղոթքն է։ Հարց ինչ ես անում կամ ում ես դիմում առաջինը, երբ անհանգիստ ես, սիրելիս։ Տեսեք, երկրորդը ասում է աղաչանքով դիմիր, ոչ միայն աղոթքի վերածիր քո խնդրանքները, այլ նաեւ աղաչանք։ Սա մեր կարիքների եւ խնդիրների խոր անկեղծ բաժնեկցումն է Աստծո հետ։ Աղաչանքը դա մանրամասն խոր, կարծես քննարկումն է Աստծո հետ, ներկայացումն է նրան։ Այստեղ տեղ չկա թերի կամ ձևական աղոթքի։ Թեև գիտենք, որ Աստված մեզ չի լսում, որովհետև մենք շատ ենք խոսում, Հիսուսն ասաց, ձեր շատախոսության պատճառով չի, որ դուք պետք է լսվեք, բայց գիտենք, որ Աստված ուզում է, որ մենք խնդրենք, որ մենք ասենք, որ մենք խոսենք, որ մենք բաժնեկցենք։ Եվ ասացինք, որ դա տեղեկատվական բնույթ չունի։ Մենք Աստծուն դրանով չենք տեղեկացնում։ Աստված անակնկալի չի գալիս։ Վայ, ես չգիտեի քո կյանքում այսինչ էր կատարվում։ Դա ցույց է տալիս քո մտերմությունը Աստծո հետ, որ դու բաժնեկցես քո սրտի տագնապի, անհանգստության մասին։
Որտեվ Տերն ասում է, որ խնդրեք եւ կտրվի ձեզ, փնտրեք եւ պիտի գտնեք։ Եվ սա առիթ է մոտենալու եւ խնդրելու։ Մեր Տերը ուզում է լսել մեր անկեղծ աղոթքը, թեպետ մենք դրանով հիշեք, որ չենք տեղեկացնում նրան։ Սա մտերիմ հանդիպում է Աստծո հետ, այսինքն աղաչանքը դա խոր բաժնեկցումն է Տիրոջ հետ, որը կարծես աղոթքի մեջ մի նոր խորություն բացի։ Աղաչանք։ Աղաչանքը մարմնական էներգիայի հարց չէ, այլ հոգևոր ինտենսիվության։ Հռոմեացիս 15:30-ում այսպես է գրված. Եղբայրներ, աղաչում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսով, որ հոգու սիրով, որ ինձ մարտակից լինեք, ինձ համար առ Աստված աղոթելով։ Աղոթելու կողքը դնում է մարտակից բառը Պողոս։ Ինչու՞, որտեղ այնտեղ ջերմեռանդություն է պետք, հարատևություն է պետք։ Եվ մարտակից եղեք ասում է։ Կողոսացիս 4:12-ում տեսեք ինչ է ասում. Ձեզ ողջունում է Եփափրասը Քրիստոսով ծառան, որ ձեր համակարգացին է, նա ամեն ժամ ձեզ համար տքնում է աղոթքներով։ Աղոթքի մեջ է։ Տիրոջ հետ է շփվում, տքնում է։ Ցույց է տալիս այդ աղոթքի ջերմեռանդությունը, անկեղծությունը, խոր նվիրվածությունը Տիրոջը, այդ տագնապների ու անհանգստությունների մեջ։ Այսպիսով անհանգստության ժամանակ հոգսերը Տիրոջը ներկայացնելու երկրորդ կերպը աղաչանքն է։ Այսպես պետք է մոտենանք նրան, որ մեր խնդիրների խոր բաժնեկցումներ, աղաչանքը։ Գիտեք, որ պատմությունն ասում է, որ Հակոբոսին երբ գտել են մահացած, նրա ծնկներին կոշտուկներ է եղել։ Նա աղոթքի մարդ էր, ով ծնկած տքնում էր երկար աղոթքներում։ Երբ անհանգստության մեջ ես, ում հետ ես զրուցում, ում առաջ ես սիրտդ բացում։ Դավիթը գրում է Տիրոջ առաջ բացեք ձեր սրտերը, թափեք ձեր սրտերը, որտեղ նա լսում է ձեզ, նա սպասում է։ Նախորդ քայլը չանելով, Աստծուն մեր սիրտը չբացելով, արդյունքում գիտեք ուր կգնանք։ Խորացող անհանգստության, տագնապի եւ վերջի վերջո կհասնենք ինչպես աշխարհն է ասում, դեպրեսիայի։ Այսպես է մարդը հասնում հոգեկան անհավասարակշիռ վիճակի, քանի որ չունի մեկը, ով կարող է իրեն լսել, չունի մեկը, ում առաջ սիրտը կարող է բացել, չունի մեկը, որ հույս ունի, որ իրեն կարող է օգնել։ Եվ դրա համար շատ հաճախ նման անհուսությունները լուծում են ճակերտավոր գտնում կամուրջների տակ։ Մարդիկ մտածում են, որ լուծումը լավ է կյանքին վերջ տալը։ Ինչու՞։ Վազեք Տիրոջը, սիրելիներ, առաջինը։ Ձեր սրտերը լայն բացեք Տիրոջ առաջ, աղոթքով եւ աղաչանքով։ Հիշեք, մարդիկ անհասկանալի ձևով չեն հասնում հոգեկան խանգարումների։ Մինչ դուք կմտածեք Աստծո առջև անկեղծանալու այս քայլի կարևորության մասին, ես շտապեմ ասել, որ եթե սա հույժ կարևոր կետ չլիներ, հաջորդ համարում մեր մտքերը աստվածային պաշտպանության կարիք չէին ունենա։ Պետք է ոչ միայն աղոթքով, այլ նաև աղաչանքով ներկայացնել մեր Տիրոջը մեր հոգսը, պատմել եւ անկեղծ լինել նրա հետ։ Տերը չի ուզում, որ մենք զարդարված գնանք այնտեղ, սրտում ուրիշ բան ենք մտածում, անհանգստություն ենք, բայց գնացել ենք ասում ենք իմ կյանքում ամեն բան լավ է։ Տերը լավ գիտի մեր սրտերը տեսնում է եւ ուզում է, որ դու անկեղծ եւ ազնիվ լինես, հոգսդ հանձնիր Տիրոջը, հայտնիր նրան։ Մտիր այդ խոր մտերմիկ շփման մեջ, աղոթքով եւ աղաչանքով։ Եվ վերջապես երրորդ կերպը տեսեք, գոհությունն է։ Եվ խարիստո բառն է հունարեն, նշանակում է երախտագիտություն, շնորհակալություն։ Պողոսի նամակներում եւ հայտնության գրքում այս բառը նշանակում է գոհություն հայտնել, այսինքն երախտապարտ լինել։ Եվ աղոթքից աղաչանքից հետո գալիս է երախտագիտությունը։ Մենք պետք է գոհություն հայտնենք Աստծուն։ Հիշում եք, երբ Հիսուսը բուժեց 10 բորոտների, ինչ եղավ։ Մեկը վերադարձավ Տիրոջը գոհություն հայտնելու։ Այստեղ խոսքը այն գոհության մասին է, ուշադրի լսեք, որ կատարվում է նախքան խնդրի լուծումը։ Բորոտների պարագայում նրանք բուժվել էին։ Մեկը վերադարձել էր, շնորհակալություն էր հայտնում նրա համար, որ բուժվել է։ Այստեղ Պողոսը դեռևս խոսում է այն փուլի մասին, որ դու հոգսդ ես ներկայացնում։ Սա դեռևս լուծման մասին չէ, որ դու եկել ես շնորհակալություն հայտնելու։ Սա մինչև լուծումը գոհություն է։ Մինչև լուծումը գոհություն է։ Գուցե մտածեք ինչու, բայց չէ՞ որ պետք է խնդիրս լուծվեր նոր գայի գոհություն հայտնեին։
3 համար ես ձեզ համար կընթերցեմ, որտեղ դուք կտեսնեք գոհություն հայտնելը առաքյալները ինչպես են նշում, ինչպես են կարևորում, որ աղոթքի մեջ գոհությունը կարևոր տեղ է։ Եվ թե ինչու, մի փոքր հետո կտեսնենք։ Կողոսացիս 4:2-ում գրված է այսպես. մշտապես աղոթեք ու գոհունակությամբ արթուն նրա մեջ։ Տեսնում եք, աղոթքն ու գոհությունն իրար հետ են։ Չէ՞ որ այստեղ դեռևս խոսքը նրա մասին չէ, որ խնդիրը լուծվել է։ Սա մինչև լուծումը գոհություն հայտնելու մասին է։ Առաջին Տիմոթեոս 2:1 արդ խնդրում եմ, որ ամեն բանից առաջ աղոթք, խնդրանք ու աղաչանք անեք, գոհություն հայտնեք բոլոր մարդկանց համար։ Պողոս, դեռևս ես խնդրում եմ, իմ խնդիրը հələ չի լուծվել, ինչու ես ինձ ասում գոհություն հայտնիր։ Սա Աստծուն հոգսերդ ներկայացնելու արժանի կերպն է։ Այսպես պետք է մոտենաս Տիրոջը։ Իսկ գուցե հարց տաք, իսկ ինչու է պետք անպայման գոհություն հայտնել։ Պատասխանը շատ պարզ է, որովհետև դու Տիրոջն ես դիմում։ Նա տիրում է տերերի վրա, ժողովուրդների վրա, իշխանների վրա, երկրների վրա, երկրագնդի վրա, մոլորակների վրա, վերջորջը տեզերքի վրա։ Դու հասկանում ես, դու ում ես դիմում։ Եթե մի փոքր տնորենի դուռը թակելով ես մտնում, մի հատ էլ ներողություն ես խնդրում, բա տեզերքի Տիրոջը գոհություն հայտնելով չդիմես, մենք արագ ենք խնդրում Տիրոջից շատ բաներ, բայց դանդաղում ենք գոհանալու, նախ եւ առաջ։ Հիշեք, գոհությունը այստեղ պետք է կատարվի մինչև պատասխանը։ Սա մոտենալու կերպն է։ Այնպես չէ, որ մեր գոհությանը Տերը պետք է արժանանա, երբ մեր ուզածները կատարի։ Սա մոլորություն կլինի, եթե այսպես մտածեք։ Նա միշտ է արժանի գոհության, անկախ արդյունքներից, քանի որ նրա կամքը միշտ բարի է մեզ համար։ Եվ նա ինչպես էլ որ պատասխանի արդյունքում, սա ուշադիր լսեք եւ հիշեք, ինչպես էլ որ պատասխանի, արդյունքում փառավորվելու է ինքը եւ մենք դառնալու ենք Քրիստոսանման։ Իր փառքին է ծառայելու մեկ եւ երկրորդը մեզ այդտեղ էլ է մի փոքր Քրիստոսանման դարձնելու այդ դժվարության մեջ։ Հռոմեացիս 8:28 բայց գիտենք, որ ամեն ինչ, կյանքի բոլոր իրավիճակները գործակից են լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն եւ կանչված են ըստ նրա կամքի։ Լսեցիք, ամեն բան ծառայում է մեր բարիքին, այսինքն դեպի փրկությունը, իսկ ավելի կոնկրետ, եթե Հռոմեացիսի լեզվով խոսենք, դեպի Քրիստոսանմանեցում, որտեղ հաջորդ համարում ասում են նրանց, ում սկզբից ճանաչեց, նախասահմանեց կերպարանակից լինելու իր որդուն։ Մեր ամենամեծ բարիքը Հիսուսին նմանվելն է։ Ամեն բան բարին է ծառայում, չի նշանակում 1000 դրամ կորցրեցիր 2000 գտնելու ես։ Դրա մասին չի։ Քո կյանքի բոլոր իրադարձությունները Աստված գործածում է, որպեսզի քեզ մի փոքր ավելի նմանեցնի Քրիստոսին։ Հիշեք այս պատճառը գոհություն հայտնելու։ Մենք պետք է շնորհակալություն հայտնենք, քանի որ Տերը գիտի մեզ ինչ է պետք, ինքը արժանի է դրան։ Եթե դու երեխայիդ հարցնես ինչ ես ուզում ուտելու, ամենայն հավանականությամբ ինքը մի վնասակար բան կուզի։ Գոնե չիփս կամ ֆրի կամ կոկա-կոլա, բայց դու որպես ծնող, դու գիտես իրեն ինչ է պետք ավելի լավ։ Եվ քո երեխան լավ կանի, որ աճի այնքան, որ ասի, նույնիսկ եթե իմ ցանկությանը հակառակ է հիմա քո մոտեցումը, բայց դու լավն ես ուզում ինձ։ Ցավոք մեր երեխաները մինչև հասունության չեն հասնում, դա ի սրտե չեն հասկանում։ Դա մի փոքր օրինակ է, տկար օրինակ է, բայց պատկերացնելու համար, որ դու մոտենում ես արարչին, ամենագետ արարչին, ով գիտի քո կյանքում ինչ է կատարվում հիմա, ով գիտի քեզ ինչ է պետք եւ ինչ է անելու, եւ դու ուզում ես գոհություն չհայտնել նրա իմաստության, նրա ով լինելու համար, որտեղ նա հաջորդիվ ինչ որ պատասխանի, դա նպաստելու է քո Քրիստոսանմանեցմանը։ Ինչ էլ որ պատասխանի, որքան էլ քո սցենարներին չհամընկնի դա։ Հիշեք, Տերը անում է այն, ինչ կփառավորի իրեն եւ մեզ կդարձնի Քրիստոսանման։ Սա բավարար եւ նույնիսկ բավարարից ավել պատճառ է, որ միշտ գոհություն հայտնենք նրան։ Հիշում եք Սաղմոսները որքան է ասում, գոհությամբ մտեք նրա սրահները, փառաբանությամբ։ Այդտեղ չի խոսում նրա մասին, որ դու մի բան մտի ստացի, հետո գա շնորհակալություն կհայտնես։ Չէ, այդպես վայել է Տիրոջը, դու այդպես պետք է մոտենաս։ Ոչինչի համար մի մտահոգվեք։ Այլ ձեր բոլոր հոգսերը աղոթքով, աղաչանքով եւ գոհությամբ ներկայացրեք Տիրոջը։
Եվ գիտեք ինչ կլինի, արդյունքը աներևակայելի է, որ մենք տեսնում ենք 7-րդ համարում։ 7-րդ համարին նայեք, եւ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի, սա ցնցող է։ Քանի որ այստեղ Պողոսը ներկայացնում է տրամաբանական արդյունք նախորդ քայլերի։ Նա ասում է, որ Աստծո խաղաղությունը կպահպանի, սա երաշխիք է։ Սա խոստում է, պահպանել բառը ռազմական տերմին է։ Այն օգտագործվում էր պահակ կանգնած զինվորների համար, ովքեր քաղաքի դարպասների պաշտպանությունն էին իրականացնում եւ բոլոր դուրս մտնող ելնողների մուտքը, ելքը վերահսկում էին։ Ուշադրություն։ Ստացվում է, որ ինչպես այդ զինվորներն են իրականացնում իրենց պահպանությունը, նույնպես էլ Տերն է պաշտպանելու այդ մտային եւ հոգեկան անցուդարձը։ Կպահպանի ձեր մտքերը, կպահպանի ձեր սրտերը։ Հարց իսկ ինչն է Տերը պաշտպանելու, նայեք համարին, ձեր սրտերն ու մտքերը։ Ձեր սրտերն ու մտքերը։ Սիրտը կարդիան է հունարեն, կարդիոգրաման այդտեղից է առաջացել, որը ներկայացվում է որպես մարդու ինքնության կենտրոնը, որի մեջ են մտնում մարդու միտքը, կամքը, հույզերը, զգայարանները եւ որոշում կայացնելու կարողությունը։ Երբ Սուրբ Գիրքը օգտագործում է սիրտ բառը, նկատի ունի մարդու ողջ էությունը, ներաշխարը, իր մտքերը, իր հույզերը, իր որոշում կայացնելու կարողությունը, իր կամային դրսևորումները։ Սրտի մի մաս է միտքը, կամքը եւ գործողությունները, դրանք բխում են սրտից։ Հիշում եք, Հիսուսն ասաց ամեն չար բան, չարություն որտեղից է բխում։ Սրտից է դուրս գալիս։ Դա ակունքն է։ Դա կյանքի աղբյուր է, դրա համար Սողոմոնը 4-րդ գլխում ինչ է ասում։ Ամեն զգուշությունից առավել դու պետք է պահպանես հենց դա, սիրտդ։ Կյանքիդ ելքը այդտեղից է, ակունքները։ Հաջորդիվ ինչ որ կանես դու կյանքում, բխելու է այդտեղից։ Սրտի հսկողության մասին է։ Սարգիս եղբայրս էլ այսօր հրաշալի խոսեց Սաղմոսին, որքան կարևոր է այդ սիրտը։ Եվ Դավիթն էլ դա գիտեր, չէ՞, թաքցնում է այդտեղ խոսքը։ Որ այդ խոսքը օգնի իրեն գործերի մեջ չմեղանչել։ Պատկերացնում եք, Աստծո խոսքը երաշխավորում է նման ցնցող արդյունք։ Նա կպաշտպանի մեր հույզերը, մեր բոլոր մտքերը եւ կվերահսկի մեր բոլոր գործողությունները։ Ահա թե ինչ է անում Տերը, որ մարդը չցնորվի, չվնասվի ներքուստ։ Սա պարզապես շշմեցնող է, քանի որ սրանք արդեն տեղեկություններ են ուշադիր մեր ներաշխարի մասին, մեր հոգու եւ մեր մարմնի կապի մասին, մեր ներաշխարի մեխանիզմի մասին է, թե ինչպես է այն աշխատում։ Դե ասացեք խնդրեմ, ով կարող ավելի լավ տեղեկություն տալ մեզ մեր ներքին էության մասին, հոգեբանները թե հոգին ստեղծողը։ Նա խոստանում է պահպանել միտքը, սիրտը, հույզերը, պահել հավասարակշռության մեջ, որ դու լինես ժամանակակից լեզվով ասած adekvat, հավասարակշիռ մեկը, որ այդ բոլոր տագնապներն ու անհանգստությունները, որ գալիս են քո կյանք, որևէ բանի կերպով, դու կարողանաս Աստծո ուզած կերպով դիմագրավել, ունենալով, փորձառելով աստվածային խաղաղությունը։ Դեղը մեր հոգսերը նրան ներկայացնելն է, նրան պատվելն է, նրան պատմելն է, նրան մեր սիրտը բացելն է, եւ սրանք անելուց հետո վստահ եղեք, որ վայելելու եք խաղաղության մի տեսակ, որը ձեր մտքերից վեր է։ Խաղաղության մի տեսակ, որ մտքից վեր է։ Սա սովորական խաղաղություն չէ, սա ընկալելի չէ, սա ուրիշ է, նայեք համարին, Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, դե պատկերացած խաղաղությունը ինչը պետք է լիներ։ Խնդիրս լուծվի, խաղաղ կլինեմ։ Տերն ասում է ոչ, սա խաղաղության մի տեսակ է, որ մինչև խնդրիդ լուծումը քեզ կպահի խաղաղ։ Սա վեր է, քո մտքից, քո պատկերացումից վեր է։ Սա չի ենթադրում խնդրի լուծում, սա ենթադրում է վստահություն Տիրոջը։ Սա Աստծո խաղաղությունն է։ Հասկանում եք, Տերը երաշխավորում է տալ խաղաղության մի տեսակ, որ իրեն է պատկանում, որի մեջ ինքն է ապրում։ Որքան կերազեիք մեկ վարքյան շուտ մտնել այդ երկնային խաղաղության մեջ, որը մեզ սպասվում է։ Կերազեինք, չէ՞, փափագելի բան է։
Երբևէ մտածում եք, թե երկնքում ինչպիսի խաղաղություն կա։ Չկա մեղք, չկա մահ, չկա չար։ Այդ երազանքներից մի փոքր չափաբաժին Պողոսն ասում է հասանելի է։ Այստեղ հասանելի է մի փոքր չափաբաժին, դուք կարող եք փորձառել Աստծո խաղաղությունը, որը մտքերից վեր է։ Ձեր մտքում պատասխանեք։ Երբևէ փորձառել եք այս խաղաղությունը, որի մասին Պողոսն է խոսում։ Սա այն խաղաղությունը, որ ուներ Հիսուսը երկրի վրա եւ ասաց իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, աշխարհինը չէ։ Եվ Հիսուսը միտքը ավարտում էր սրանով։ Երբ ասում է իմ խաղաղությունն եմ տալիս, այնուհետև ասում է աշխարհում շատ նեղություններ կունենաք, բայց քաջասիրտ եղեք, ես հաղթել եմ աշխարհին։ Այսինքն նա տեղեկություն է տալիս արդյունքի մասին, ասելով, որ դու դրան նայելով կարող ես հանգիստ լինել այստեղ։ Երբ մեր սրտերը տրվում են Քրիստոսին փրկության համար, մենք ստանում ենք խաղաղություն Աստծո հետ, Հռոմեացիս 5:1։ Բայց երբ ապրում ենք նրա ներկայությամբ, ստանում ենք Աստծո խաղաղությունը, որը խոր փորձառություն է երկրի վրա տագնապների մեջ։ Սա չի նշանակում կյանքի փորձությունների բացակայություն, այլ սա ներքին վստահություն է, անկախ հանգամանքներից, մարդկանցից կամ իրավիճակներից։ Դանիելը մեզ համար հիանալի օրինակ էր։ Երբ թագավորը հրամայեց չաղոթել ոչ մեկի, բացի իրենից, հիշում եք ինչ արեց նա։ 6-րդ գլուխ 10-րդ համար տեսեք, երբ Դանիելը իմացավ, որ հրովարտակը ստորագրվել է, գնաց իր տունը, նրա վերնատան պատուհանները բաց էին դեպի Երուսաղեմ, նա օրը 3 անգամ ծնրադրում էր, բառերը լսեք, ծնրադրում էր, աղոթում եւ գոհաբանություն էր հայտնում Աստծուն։ Ինչպես նախապես անում էր, ինչպես իր սովորությունն էր։ Նկատեցիք այս 3-ը՝ ծնրադրում, աղոթք եւ գոհաբանություն։ Սա 5 տակարանն է, Դանիելն է, բայց Տիրոջն այսպես է մոտենում, այսպես է իր հոգսը ներկայացնում։ Գժվելու փաստ է սա, տեսեք, հաջորդիվ Դանիելը, սա ուշադիր լսեք։ Հաջորդիվ այդ աղոթքից գոհությունից հետո Դանիելը խաղաղ էր առյուծների գուբում, իսկ թագավորը անհանգիստ էր իր պալատում։ Դանիել, որտեղից քեզ այդ խաղաղությունը։ Այդ ինչ խաղաղություն ես փորձառում։ Որ դու գուբի մեջ, առյուծը կողքդ, որ դա այն առյուծներն են, որ մի քանի համար հետո մարդկանց մինչև գցեցին, գրված է գետնին չհասան, այդքան սոված էին։ Իսկ ինքը հաջորդ առավոտյան ասում է, երկար ապրես, դարե հարկա, իմ Տերը ինձ պահ։ Դանիել, մենք ուզում ենք հասկանանք, այս ինչ խաղաղություն է։ Սա խաղաղություն չէ, որ մտքից վեր է։ Սա խաղաղություն չէ, որ փորձառել է մարդ երկրի վրա։ Ինչու՞ դրանից առաջ նկարագրությունները չմոռանաք։ Աղոթք, փառաբանություն, գոհություն եւ խնդրանքներ ներկայացնել Տիրոջը, թե Տերը ինչպես է աշխատելու քո սրտի, հույզերի, մտքի հետ այդ աղոթքի մեջ, դա իր պատասխանատվությունն է։ Բայց դա կանի այն, որ քո սիրտը, քո միտքը կպահի հավասարակշռության մեջ։ Քեզ կտա այդ մտքից վեր եղող խաղաղությունը, որը անկախ է հանգամանքներից։ Սա Աստծո խաղաղությունն է։ Սիրելի եկեղեցի, հավատում եք այս խոսքերին, ինչ որ խոսում ենք։ Եթե այո, ապա բոլոր անհանգստությունների մեջ պետք է վազել Հիսուսին։ Սիրտը բացել նրա առաջ, գոհանալ նրանից ու վայելել այս մտքից վեր եղող խաղաղությունը, որը մեզ կպահի գերբնական հավասարակշռության մեջ, որ մենք չենք ցնորվի այս երկրի վրա, որ մենք Հիսուսի ուզած ձևով կապրենք եւ կվարվենք ու կարձագանքենք իրավիճակներին։ Մեր հույզերն ու մտքերը շեղումներից հեռու կլինեն։ Հետաքրքրվեք ցանկացած մեկի կյանքով, ով հոգեբանական խնդիրներ ունի, եւ կտեսնեք բացակայությունը եւ Տիրոջը դիմելու, եւ Տիրոջը իր խնդիրները ներկայացնելու, եւ Տիրոջով զորանալու։ Իսկ աշխարհիկ հոգեբանությունը շարունակում է բուժել, ինչպես ես բուժելու, եթե քո բուժումները հանգամանքի հետ են կապված։ Տերը ուրիշ միջոց է տալիս։ Ասում է հանգամանքները, անկախ հանգամանքներից դու կվայելես այդ խաղաղությունը։ Ես ուզում եմ դուք ընկալեք սա, որ Պողոս այստեղ նկատի չունի Տերը խնդիրդ կլուծի, նոր դու լավ կլինես։
ցանկալեք։ Եվ մի կարևոր կետ էլ կա այս համարի մեջ։ Այս խաղաղությունը հասանելի է մեզ միայն մեկ պատճառով, քանի որ մենք միացած ենք Քրիստոսին։ Նայեք համարին։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է եւ ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի։ Սա Քրիստոսի միջոցով եկող ներքին խաղաղություն ու անդորություն է, որը խոստացված է այն հավատացյալներին, ովքեր լի են երախտագիտությամբ եւ վստահությամբ Տիրոջ առջև։ Սա Աստծո բնույթից եկող խաղաղություն է, որ գերազանցում է մարդկային բանականությունը, վերլուծությունն ու ըմբռնումը եւ պաշտպանում է հավատացյալներին անհանգստությունից, կասկածից, վախից, հոգեբանական եւ ֆիզիկական բոլոր շեղումներից։ Սա հասանելի է միայն Հիսուսի մեջ եղողներին։ Նա Քրիստոս Հիսուսով է պահպանում։ Քրիստոս Հիսուսից դուրս դու Աստծուն գոհությամբ, փառքով, ինչպես էլ մոտենաս, դու ընդունված չես։ Միակ կերպը ընդունվելու դա Քրիստոսն է։ Քրիստոսի միջոցով դու պետք է մոտենաս։ Ուրիշ ճանապարհ չկա։ Դրա համար սիրելիներ, եթե այստեղ համացանցում կլինեն նայողներ, լսողներ, ովքեր որ ուզում են այս խաղաղությունը, բայց առանց Քրիստոսի դա չի լինի։ Եվ պետք է դարձի գան, պետք է Քրիստոսին ընդունեն, որովհետև ոչ ոք չի կարող հոր մոտ գնալ, բացի միայն Հիսուսով, որովհետև նա է միակ ճշմարտությունը, ճանապարհը եւ կյանքը։ Ահա առաջին պատվերը, որին պետք է հնազանդվել, երբ անհանգստության մեջ ենք լինում, պետք է Աստծուն ներկայացնենք մեր հոգսերը եւ Աստծո խաղաղությունը կպաշտպանի մեր զգացմունքներն ու մտքերը քաոսի վերածվելուց, ցնորվելուց, տառապելուց, սատանայի կառավարման տակ մտնելուց։ Երկրորդ հրամանը, որին պետք է հնազանդվենք, երբ անհանգստության մեջ ենք, երկրորդը։ Ինչպես փորձառել Աստծո խաղաղությունը անհանգստության մեջ։ Երկրորդ հրամանը, որ տալիս է Պողոսը, հետևյալն է. մտածիր Աստծո ասած բաների մասին։ Մտածիր Աստծո ասած բաների մասին։ Եվ այս համարում տեսնում ենք Աստծո կարևորած 8 թեմա, 8 առաքինություն։ Ինչերի մասին պետք է մտածել, մեր մտքերը ինչով պետք է լցված լինի։ Եվ թվարկում է ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ է, ինչ որ արդար է, ինչ որ անարատ է, ինչ որ սիրելի է, ինչ որ բարեհամբավ է, ինչ որ առաքինի է, ինչ որ գովելի է։ Նայեք 8-րդ համարին։ Այսուհետև եղբայրներ, երկրորդ հրամանը, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ անարատ, ինչ որ սիրելի, ինչ որ բարեհամբավ, առաքինի եւ գովելի, ուշադրություն, այն մտածեք։ Կոչը մտածելն է։ Սա կոչ է, որ մենք կարողանանք մեր մտքերը կենտրոնացնենք այս թվարկվածների մասին մտածելու։ Աստծո խաղաղությունը փորձառելու համար պետք է այս թեմաների մասին մտածել շարունակ։ Հիմնական գործողությունը, որը պետք է կատարենք այստեղ, նպատակային մտածելն է։ Չէ՞ որ դուք կարող եք որոշել, թե ինչի մասին եք հիմա ուզում մտածել։ Կարող եք, չէ՞։ Պողոսն ասում է ուրեմն, դուք որոշեք, որ պետք է մտածեք սրանց մասին։ Ըստ բառի բացատրության պետք է մեր միտքը, մտածմունքները գիտակցորեն կենտրոնացնենք այս բաների վրա։ Հասկանալով, ինչպես որ հիվանդին բժիշկն ասում է հասկանալով, առավոտյան խմում ես այս դեղը, կեսօրին այս, երեկոյան այս։ Ինքը անկախ իր ցանկությունից պետք է հասկանալով վերցնի եւ խմի։ Պողոսն ասում է, հիմա դուք ձեզ ասում եմ ինչերի մասին մտածեք։ Դիմեցիք Տիրոջը, ներկայացրեցիք ձեր խնդիրները, ճիշտ պատվավոր կերպով մոտեցաք նրան, վայելում եք մտային խաղաղություն, շատ լավ, դա պետք է զարգացնել։ Ինչերի մասին պետք է մտածել հաջորդիվ, ասում է եկեք ասեմ։ Եկեք ասեմ ինչերի մասին պետք է մտածեք, որ չընկնեք ձեր այդ խաղաղության վիճակից։ Սա որոշում է մտածելու։ Եվ մենք պատասխանատու ենք, ասեմ, մեր մտքերի ուղղության համար։ Սփերջոնը լավ էր ասել, դուք չեք կարող հրամայել, որ թռչունները ձեր գլխավերևում չթռչեն, բայց դուք կարող եք արգելել, որ ձեր գլխին չնստեն։ Լիքը մտքեր կարող է գալ ձեր կյանք, այո, բազմաթիվ սատանան շատ ու շատ մտքեր կարող է տալ մարդկանց, գովազդների, հեռուստացույցի ամեն ինչի միջոցով, բայց դու ես որոշում, որի թելից բռնես եւ շարունակես մտածել դրանց մասին։ Սա որոշում է, սա մեր պատասխանատվությունն է, մտածեք սրա մասին։
Այս բառը մտածել ոչ թե պարզապես հիշելուն կամ մտաբերելուն է վերաբերում, այլ զբաղվել մտածելով։ Դիտավորյալ, նպատակաուղղված, միտքդ կենտրոնացրել դրա վրա, խորհել, կշռադատել, ուշադրությամբ հաշվի առնել։ Այլ կերպ ասած, Պողոսը չի հորդորում պարզապես բարին հիշել, այլ գիտակցաբար մտքով կենտրոնանալ այս բաների վրա եւ կենտրոնացնել մտածողությունը դրա շուրջ։ Սա մեր պատասխանատվությունն է։ Ուզում եք այդ խաղաղությունը տևական լինի, խորացող լինի, հələ դուք հաջորդ համարում կտեսնեք ինչ է սպասվում։ Այս փուլում դուք պետք է այդ նախորդ համարի ստացած մտային խաղաղությունը պահպանեք եւ զորացնեք եւ ահա ասում է ասեմ ինչերի շուրջ։ Երբ դուք մտածեք դա, դուք կփորձառեք երկնային խաղաղությունը, աստվածային եւ Աստծո խաղաղությունը, որ ամեն հասկացողությունից վեր է կպահի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոսի։ Այսինքն 7-րդ համարում խոսվում է Աստծո խաղաղության պահպանման զորության մասին, որը պահում է հավատացյալի միտքն ու սիրտը, երաշխավորելով հանգստություն։ 8-րդ համարում Պողոսը ցույց է տալիս, թե ինչով պիտի զբաղվի այդ պահված միտքը։ Լավ միտքը հիմա Աստծո վերահսկողության տակ է, պետք է պահվի դա։ Առօրյա ինչ պետք է անես, ինչերի մասին պետք է մտածես։ Դատարկ պետք է մնա, թե պետք է լցվի այնտեղ։ Սա նշանակում է այդ միտքը պետք է շարունակ լցվի Աստծո ասած բաներով։ Այդ միտքը պետք է շարունակ լցվի Աստծո ասած բաներով։ Այն կապված է նախորդ համարի հետ, որպես գործնական կիրառություն։ Եթե Աստծո խաղաղությունը պահպանում է մեր միտքը, ապա մենք պետք է ակտիվորեն լցնենք այդ միտքը Աստծո ցույց տված թեմաներով եւ առաքինությամբ։ Որպեսզի այն չդատարկվի, չլցվի անհանգստությամբ, տագնապներով։ Ինչու է մեզ պետք կենտրոնանալ այս սովորությունը զարգացնելու վրա։ Խնդրում եմ ուշադիր։ Ինչու է պետք այս սովորությունը զարգացնելու վրա կենտրոնանալ։ Ուշադիր լսեք, որպեսզի փոխարինենք աշխարհային մտքերը հոգևոր եւ աստվածային մտքերով։ Տեսնում եք Պողոսը խնդիրը որ մակարդակի վրա է լուծում։ Ասում է ձեր մտքերը կապ ունեն աստվածային խաղաղությունը փորձառելու հետ, կապ ունեն ձեր մտքերը։ Ինչ եք մտածում, ինչ է լցված այնտեղ։ Լավ ինչերի մասին մտածել Պողոս։ Թվարկում է 8 առաքինություն։ Առաջին, մտածեք ճշմարիտ բաների մասին։ Դոկտոր Վոլտեր Կավերտի հետազոտությունը ցույց է տվել, որ մարդկանց անհանգստությունների միայն 8%-ն է իրական խնդիր, իսկ 92%-ը կամ երևակայական է, կամ երբեք չի լինում, կամ էլ մեր վերահսկողությունից դուրս է։ Գիտեք սա ինչ է ցույց տալիս։ Սատանան ստության հայրն է, եւ նա շատ ստեր կարող է բերել մեր միտք, որը ոչինչ էլ կարող է իրականություն չլինել։ Եթե քո մտքերը տրվեն այդ ստերին, անպայման դու տագնապի ու անհանգստության մեջ ես լինելու։ Իսկ Սուրբ Հոգին ղեկավարում է մեր միտքը ճշմարտությամբ։ Սուրբ Հոգին ղեկավարում է մեր միտքը, խնդրում եմ ուշադիր լսեք, ճշմարտությամբ։ Իսկ Սատանան փորձում է ղեկավարել այն ստերով։ Երբ դու հավատում ես ստին, Սատանան վերահսկողություն է ստանում քո մտքի վրա։ Դրա համար ասում եմ մտածեք այն բաների մասին, ինչ ճշմարիտ է Աստծո չափանիշներով, ինչը ճիշտն է, ինչը փորձված է, ինչին Աստված է գնահատում, որ դա ճշմարիտ է։ Երկրորդ ինչ որ ազնիվ է, արդար է։ Ձեր թարգմանություններում որոշակի տարբերություն կարող է լինել, ես իմաստները ձեզ կփոխանցեմ։ Ինչ է նշանակում ինչ որ ազնիվ է, արդար է։ Սա նշանակում է հարգանքի եւ արդարության արժանի բաներ։ Կան շատ բաներ, որոնք անհարգալից են։ Եվ քրիստոնյան չպետք է իր միտքը դրանցով լցնի։ Դա չի նշանակում աչքերը փակել կյանքի ցավալի կամ տհաճ բաների առաջ, այլ նշանակում է չկենտրոնանալ անպատվության վրա եւ չթողնել, որ դրանք կառավարեն մեր միտքը։ Ազնիվ եւ պարկեշտ բաների մասին պետք է մտածել շարունակ։ Դրա համար դուք ձեզ հարց տվեք հիմա, ինչերի մասին եմ ես մտածում, արդյոք դրանք ազնիվ բաներ են Տիրոջ կողմից գնահատվող, թե ոչ։ Որտեվ դա ուղիղ կապ ունի Տիրոջ խաղաղությունը վայելելու փորձառության հետ։ Հաջորդն ասում է ինչ որ մաքուր է, սիրելի եւ բարի համբավ ունեցող է։ Այս բառը ամենայն հավանականությամբ վերաբերվում է բարոյական մաքրությանը։ Կարևոր այն ժամանակ էլ ինչպես այսօր մարդիկ մշտապես ենթարկվում էին սեռական անբարոյությունների, այդ գայթակղություններին։ Եվ պետք է մաքուր, բարի համբավ ունեցող բաների մասին մտածել։ Չորրորդ
ասում է մտածեք ինչ որ սիրելի է, նշանակում է գեղեցիկ, ինչ որ սիրելի է, գրավիչ, այն ինչի մասին արժե խոսել, այն ինչ հաճելի է լսել, հավատացյալը պետք է կենտրոնանա բարձր, ազնիվ մտքերի վրա, ոչ թե այս փչացած աշխարհի ցածր ու մութ մտքերի վրա։ Մեր մտքերը դրանցով պետք է լցվեն։ 5-րդ ասում է ինչ որ առաքինություն եւ գովասանք ունի։ Եթե ինչ որ բան ունի առաքինություն, այն կոգեշնչի մեզ բարու մեջ աճելու։ Իսկ եթե արժանի է գովասանքի, այն արժանա է ուրիշներին փոխանցել։ Արդյոք մեր մտքերը սրանով են լցված։ Քրիստոնյան չի կարող իրեն թույլ տալ մտավոր էներգիա ծախսել, խնդրում եմ ուշադիր, այն մտքերի վրա, որոնք իրեն քայքայում են կամ ուրիշներին կարող են վնասել։ Այս չափանիշները լսելով սիրելիներ, դուք կարող եք հիմա մտածել, տեսնել, ֆիլտրել, ինչով է մեր մտքերը լցված, ինչով լցվես, դրանով էլ ապրելու ես։ Ինչ լցվի միտքդ, զգացմունքներդ լինելու են դա, եւ գործերդ էլ հաջորդիվ դա։ Պողոսը դրա համար թիրախային կետից է խոսում։ Ասում է, արի ես ոչ թե գործերից եմ խոսում, այլ ինչ ես մտածում։ Այն քրիստոնյան, ով լցվում է իր սրտով, մտքով, Աստծո խոսքով, ձեռք է բերում ներքին կարծես ռադար։ Ռադարը գիտեք ինչ է, որ տարբերում է սխալ ու ճիշտ միտքը։ Սարգիս եղբայրս կարդաց այսօր։ Ինչպես է նա հասկանալու ինչն է սխալ, որ չմեղանչի, որովհետև խոսքերը այստեղ կան։ Ինքը դրա հիմքով կարողանում է այլևս որոշել ինչն է ճիշտ եւ ինչն է սխալ։ Սաղմոս 119-165 տեսեք ինչ է գրում Դավիթը, սա ցնցող միտք է։ Ասում է մեծ խաղաղություն ունեն նրանք, ովքեր սիրում են քո օրենքը եւ ոչինչ չի գայթակղեցնի նրանց։ Բոլորը չունեն այս խաղաղությունը։ Ասում է խաղաղությունն են նրանք, ովքեր քո օրենքն են սիրում ամենաշատը։ Դա նշանակում է, երբ քո կյանքի սիրո ամենաբարձրագույն օբյեկտը Աստծո խոսքն է, դրան գերազանցող սեր այլևս չի լինի, որ քեզ գցի գայթակղության մեջ։ Դրան գերազանցող չկա։ Իսկ սատանան ինչպես է քեզ խաբում։ Քեզ գերազանցող բան է առաջարկում, թվացial։ Ասում է քո օրենքը սիրողները, որոնց համար դա է ամենասիրելին։ Իրենց համար գայթակղություն չկա, որովհետև ծիծաղելի կլինի, որ սատանան գա մի բան առաջարկի, որ դու ասես ես դրա, ախր դու հասկանում ես, դու ինձ ինչ ես առաջարկում։ Նա պատկերացրեք դու ունես 200,000 դրամանոց հեռախոս եւ քեզ բերեն շատ դեմքի լուրջ արտահայտությամբ առաջարկեն 20,000 դրամանոց հեռախոս։ Երկար պետք չի մտածել։ Դու կասես դու հասկանում ես ինձ ինչ ես առաջարկում։ Ես իմ արժեքը լավ գիտեմ։ Այս համարը ինձ պարզապես, ինչպես Պողոսը կասեր, խենթացնում է։ Եսայի 26:3, տեսեք ինչ է ասում։ Ուշադիր լսեք։ Հաստատուն միտք ունեցողին դու պահում ես կատարյալ խաղաղության մեջ, քանզի քեզ է հուսացել։ Հաստատուն միտք, ասում է ինչ մտածեք։ Միտք ունեցողին արդյունքը տեսեք։ Դու պահում ես խաղաղության մեջ։ Տեսնում եք մտքի եւ փորձառած խաղաղության կապը։ Եվ պատճառն էլ է ասում այս համարում, քանի որ քեզ է հուսացել։ Քեզ է հուսացել, դրա համար խաղաղության մեջ է։ Դրա համար քո խաղաղությունը ուղիղ հարց է քեզ, վստահում ես Տիրոջը, թե ոչ։ Կարծես դա ջերմաչափի նման ստուգող բան լինի, անհանգստությունը։ Եթե դու անհանգստացած ծնկում ես աղոթելու, անհանգստել վեր ես կենում, ինչ փոխվեց։ Ահա թե ինչերի մասին պետք է մտածենք, ահա թե ինչերի վրա պետք է կենտրոնացնենք մեր մտքերը ամեն օր։ Սա մտքից վեր եղող խաղաղությունը պահպանելու ճանապարհն է։ Ինչպես պահպանել դա, ինչպես աճել, ինչպես փորձառել, ուշադրություն, երբ դուք մտածում եք այս պատվերների մասին, դուք երբեք չեք անհանգստանա։ Գիտեք ինչու։ Քանի որ դուք չեք կարող միաժամանակ եւ գոհանալ եւ անհանգստանալ։ Դուք կամ այն ես անում, կամ մյուսը։ Շարունակ մտածեք սրան մասին, որովհետև այդ ժամանակ դու զերծ ես մնալու բոլոր անհանգստություններից։ Դու կենտրոնանում ես Տիրոջ վրա։ Համատեղ չի կարող լինել։ Հարց սիրելի եղբայր եւ քույր, ինչերով են լցված իմ ու քո մտքերը։ Ինչերի մասին ես մտածում 24 ժամ։ Ինչերի վրա է կենտրոնացած միտքդ։
Հիշիր ինչերի մասին մտածես, նույնն էլ կհնձես մտքերիդ մեջ, զգացմունքներիդ մեջ եւ գործողություններիդ մեջ։ Ինչպես ասում են, սերմանիր մի միտք կհնձես արարք, սերմանիր արարք կհնձես սովորություն, սերմանիր սովորություն կհնձես բնավորություն, սերմանիր բնավորություն եւ կհնձես ապագա։ Սա երկրորդ քայլն է Աստծո խաղաղությունը փորձառելու համար։ Մտածեք Աստծո ասած բաների մասին։ Կենտրոնացեք մտածելու այն, ինչ որ կարևորում է Աստված, ինչ առաքինություն, որ Աստված է համարում առաքինություն։ Եվ վերջին, երրորդ հրամանը տեսեք, վերջին երրորդ հրամանը։ Ինչպես փորձառել Աստծո խաղաղությունը անհանգստության տագնապի մեջ։ Երրորդ, սովորած ճշմարտությունները դարձրեք վարք։ Սովորած ճշմարտությունները, ինչ որ սովորում եք, դարձրեք վարք, դարձրեք կյանք, դարձրեք կենցաղ, դարձրեք ապրելակերպ։ Եվ այս համարում մենք տեսնում ենք նոր վարքագիծ ձևավորելու միջոցները։ Եվ արդյունքը, ինչպես պետք է ձևավորել նոր վարքագիծ։ Առաջին 9-րդ համարի առաջին մասում տեսնում ենք Աստծո խոսքով այն պետք է արվի, 9-րդ համարի երկրորդ մասում տեսնում ենք, որ Աստծո զավակներին ընդօրինակելով պետք է արվի, եւ արդյունքը տեսնում ենք 9-րդ համարի վերջին մասում, վայելել Աստծո օրհնյալ ներկայությունը։ Նայեք 9-րդ համարին։ Հենց այն, ինչ սովորեցիք Փիլիպեցիներ, ընդունեցիք, լսեցիք ու իմ մեջ տեսաք, այն արեք, եւ խաղաղության Աստվածը ձեզ հետ կլինի։ Այս պատվերը նախորդ պատվերի շարունակությունն է։ Եթե նախորդ պատվերը մտածելու մասին էր, այս մեկը գործելու մասին է։ Կարևոր սահմանում, հիշեք, ճիշտ գործողությունները ճիշտ մտքերի արդյունք են։ Եվ եթե մտքերը մաքուր են, կյանքն էլ մաքուր կլինի։ Եվ հակառակը, եթե մարդու մտքերը ապականված են, ապա այս աղբյուրից հոսող արվակը նույնպես զզվելի եւ կեղտոտ պետք է լինի։ Կարելի է վստահորեն ասել, գրում է Վերսբին, որ որքան մարդը երկար մնա չար մտքի մեջ, այնքան մեծ է հավանականությունը, որ այն կիրականացնի իր կյանքով եւ իր գործով։ Եթե նախորդ պատվերը նրա մասին էր, որ Փիլիպեցիները պետք է գիտակցորեն իրենց մտքերը կենտրոնացնեին Աստծո ասած թեմաների առաքինությունների վրա եւ շարունակ դրանց մասին մտածեին, ինչպես Սաղմոս 1-ն է ասում, Երանելնով էր գիշեր ցերեկ Աստծո օրենքի շուրջ մտածողը, ապա այստեղ արդեն ավելանում է այն քայլը, որը երբ կատարվի, նրանք կունենան նոր եւ ամուր սովորություններ։ Տեսնեք առաքյալն ինչ անում։ Սկզբից ասում է նախ մտահոգությունները ներկայացրու Աստծուն։ Հետո ասում է արի ասեմ մտքերդ ինչով պետք է լցվեն։ Իսկ հետո ասում է արի ասեմ ինչ պետք է անես։ Որպեսզի նոր վարքագիծ ձևավորես, նոր ապրելակերպ, Աստծուն վայել հաճելի, որովհետև դա քեզ կտա հնարավորություն փորձառելու աստվածային խաղաղությունը։ Լավ սովորություն, աստվածաշնչյան սովորություն, նոր վարքագիծ, նոր ապրելակերպ, նոր ընթացք Հիսուսի նման, առաքյալների նման։ Ուրեմն, ինչ է պետք անել դրա համար։ Ինչպես պետք է ձևավորել նոր վարք։ Առաջին վարքը պետք է ձևավորվի Աստծո խոսքով։ Նայեք 9-րդ համարի առաջին մասին։ Պետք է ձևավորվի Աստծո խոսքով։ Առաջին, հենց այն, նայեք 9-ին, հենց այն, ինչ սովորեցիք, ընդունեցիք, լսեցիք ու տեսաք։ 4 բայ է գործածում։ Նկատում եք, սովորեցիք, ընդունեցիք, լսեցիք եւ տեսաք։ Ինչ էին լսել։ Ինչ էին ընդունել, ինչ էին տեսել Փիլիպեցիները Պողոսից։ Տեսել էին ավետարանը, լսել էին ճշմարտություններ, եւ այստեղի իմաստը ոչ միայն ընդհանուր է, ինչ են լսել ընդհանրապես Պողոսից, այլ նաեւ կոնկրետ այս հարցերում ինչ են լսել։ Պողոսից հենց նոր լսեցին, որ պետք է հոգսերը Աստծուն հանձնել։ Հենց նոր լսեցին, որ պետք է շարունակ մտածել Աստծո ասածների մասին։ Հիմա լսում են, որ պետք է ձևավորեն նոր վարքագիծ։ Միթե սրանք այն չեն, ինչը պետք է կատարել։ Նրանք պետք է կատարեին Պողոսից լսած բոլոր ճշմարտությունները։ Այստեղ կոնկրետ այն հրամանները, որոնք կօգնեին ձևավորել նոր ընթացք։ Պողոսը կենտրոնացնում է այն կետերի վրա, որոնք օգնելու են նրան ձևավորել նոր կենցաղ, նոր ընթացք։ Այսպիսով նոր վարքագիծը պետք է ձևավորվի Աստծո խոսքով կամ ճշմարտությամբ, որը կոչ է անում այստեղ Պողոսը ասելով ինչ որ սովորեցիք, ընդունեցիք,
լսեցիք եւ տեսաք։ Հարց. Սիրելի եկեղեցի, ո՞րն է կամ ի՞նչն է ձևավորում քո վարքը։ Կյանքը, ընթացքը, արդյոք Աստծո խոսքն ես կիրառում, թե աստղագուշակներին ես լսում մեկ-մեկ, բիզնեսմենների կյանքից խրատներ ես լսում, հոգեբանների ու պայծառատեսների ես լսում, կամ գուցե ազդեցիկ հարևաններիդ, աֆորիզմներ ու գեղեցիկ ցիտատներ ես լսում։ Դրանք են ձևավորում քո վարքը, թե Աստծո խոսքը։ Ինչ որ լսեցիք, ընդունեցիք ու տեսակ իմ մեջ, այ դա արեք, ասում է։ Այսինքն աշխարհի ողջ ինֆորմացիայից նեղացնում է, ասում է, որ սրանց մասին է խոսքը։ Դրանք պետք է ձևավորեն քո վարքը։ Մեկ տհաճ օրինակ ասեմ եւ ավելի լավ կհասկանաք։ Facebook-ում մեկը գրառում էր արել որպես մի իմաստուն միտք, իրեն թվում էր, որ դա իմաստուն միտք է։ Ընթերցում եմ, ինչպես որ գրված էր։ Մեկն ասում է. «Փոխվել ես», մյուսը պատասխանում է. «Չեմ փոխվել, ուղղակի սովորել եմ մարդկանց վերաբերվել այնպես, ինչպես իրենք են ինձ վերաբերվում»։ Այս միտքը տեղադրողը արդյոք այսպես չի հավատում, որ տեղադրել է։ Սա ինչ է սովորեցնում, ինչ վարք է ձևավորում քրիստոնյայի մոտ։ Միթե չի սովորեցնում վարվել ըստ մարդկանց վերաբերմունքի։ Իսկ մեր Տերը այլ բան է սովորեցնում, արա այն ինչ կուզես, որ քեզ անեն։ Սիրիր թշնամուդ, բարիք արա քեզ ատողներին։ Աղոթիր նրանց համար, որ երկնային հորդ նման լինես, հորդ նման վարվես։ Երկնային հայրը ոչ թե չարին չարով միայն չի հատուցում, այլ մի հատ էլ անձրև է տալիս։ Այսինքն երբ դու կարողանում ես պարզապես չարին չարով չհատուցել, դա լավ է, բայց դա Քրիստոսանման չի։ Քրիստոսանմանն այն է, որ դու ոչ միայն չարին չարով չես պատասխանում, այլ մի հատ էլ բարիք ես անում։ Այլ դա է։ Եվ Մակարտուրը մի անգամ լավ միտք ասաց, շատ տպավորեց, ասեց. «Քո երկնային հորը դու ամենաշատը նմանվում ես այն ժամանակ, երբ իր նման ես վարվում»։ Թե ինչպես եւ ինչերով է ձևավորվում շատերի վարքը։ Նրանք իրենց կոչում են քրիստոնյա, բայց իրենց միտքը աղբով է լցված։ Նրանք չեն նորոգվում մտքով, նրանք մտածում են դեռևս աշխարհիկ մարդու նման։ Դրա համար էլ նման սուտ մտքերին հավատում են եւ ապրում են ոչ վայել իրենց լսածին, սովորածին ու տեսածին։ Միթե Պողոսը կասեր Քրիստոսից այսպես սովորեցիք դուք։ Հիշեք, մեր վարքը պետք է ձևավորվի Աստծո խոսքով։ Որովհետև այն է մեր հեղինակությունը, Աստծո խոսքը։ Եվ եթե այն հավատով ընդունեք, Պողոսը Թեսաղոնիկեցիս նամակում ասում է, որ այն կներգործի ձեր մեջ, երբ ընդունեք որպես Աստծո խոսք։ Նոր վարք ձևավորելու հարցում այստեղ կա եւս մեկ քայլ, նայեք, մոտենում ենք ավարտին։ Ինչպես ձևավորել նոր վարք։ Երկրորդ, Աստծո զավակներին ընդօրինակելով։ Աստծո զավակներին, ճշմարիտ զավակներին ընդօրինակելով։ Նայեք համարին, հենց այն, ինչ սովորեցիք, ընդունեցիք, լսեցիք ու ում մեջ տեսաք։ Իմ մեջ ասում է տեսաք։ Նկատեցիք Պողոսում է ցույց տալիս, ասում է իմ մեջ։ Սա կոչ է իրեն հետևելու։ Իսկ ինչ է կարծում, արժե Պողոսին ընդօրինակել։ Տեսեք, թե ինչ է գրում Պողոսը հենց այս նամակում իրեն հետևելու ընդօրինակելու մասին։ Փիլիպպեցիս 3:17-20։ Ինձ նմանվեք, եղբայրներ, եւ նայեք նրանց, ովքեր մեր իսկ օրինակով են ընթանում։ Որովհետև շատերը, որոնց մասին շատ անգամներ ասում էի ձեզ եւ հիմա էլ լալով եմ ասում, ընթանում են որպես Քրիստոսի խաչի թշնամիներ։ Նրանց վախճանը կորուստ է, լսեք, նրանց Աստվածն իրենց որովայնն է եւ փառքը իրենց ամոթը։ Ուշադիր լսեք, նրանք երկրային բաներ են մտածում։ Մեր ցույց տված օրինակով չեն քայլում։ Մեզ նման չեն ընթանում, համապատասխան չի հավատքը, խոսքը եւ գործը։ Նոր վարք, նոր ապրելակերպ, նոր մտածելակերպ ձևավորելու համար պետք է ընդօրինակենք, հետևենք Աստծո իրական փորձառու զավակներին, քանի որ նրանք կիրառում են եւ ապրում են արդեն այդ մտքից վեր եղող խաղաղություն կամ շոշափում են դա։ Օրինակ ասեմ, նայեք հենց այստեղ։ Որտեղից է Պողոսը գրում այս նամակը։ Նա գրում է բանտից։ Նրա ձեռքերն ու ոտքերը շղթայված են, զինվորների հսկողության տակ, անազատության մեջ, բազում մարմնական անհարմարություններով, բայց գրում է 4-րդ համարում Տիրոջով ուրախանալու մասին։ Գրում է Աստծո խաղաղությունը փորձառելու մասին եւ մեծ հարց է առաջանում այդ ինչպես է հնարավոր Պողոս։
Կենթանի օրինակ խնդրեմ, հետևենք իրեն։ Նա ասում է, ընդօրինակեք ինձ, դա հնարավոր է, դա իրական է, դա հիմա ապրում եմ ես, որ փոխանակ դուք ինձ մխիթարելու, ես եմ ձեզ մխիթարում բանտից։ Մենք նույնիսկ պատվեր ունենք հավատի մեջ փորձառուներին հետևելու, գիտեք, Եբրայեցիս 13:7։ Հիշեք ձեր առաջնորդներին, որոնք Աստծո խոսքը խոսեցին ձեզ, ուշադիր, նայեք նրանց կյանքի վախճանին եւ հետևեք նրանց հավատի օրինակին։ Ում ես ընդօրինակում, սիրելի եղբայր եւ քույր։ Ում ես հետևում, սկսած ինտերնետային հարթակից մինչեւ իրական կյանք։ Ում ես լսում, ում քայլերին ես հետևում, ով է օրինակ քեզ համար։ Ում հավատի վախճանին ես նայում, ով է քո ոգեշնչման աղբյուրը։ Լսեք, Եբրայեցիս 12:1, ուստի մենք էլ, որ շրջապատված ենք վկաների այսչափ բազմությամբ, նախորդ գլխում ամբողջ հերոսներին էր նշում, 11 գլուխ, հավատի հերոսներին այս իմաստով։ Դեն գցենք ամեն ծանրություն եւ մեղք, որը հեշտությամբ է պաշարում մեզ եւ համբերությամբ ընթանանք մեր առջև բացված մրցավազքը։ Մենք վկաների բազմություն ունենք, ինչպես հեղինակն է ասում Եբրայեցիս նամակի, որ կարող ենք նայել եւ հետևել նրանց։ Կոչ, սիրելի եկեղեցի հիշիր, եթե չկատարենք այս պայմանները, մենք չենք կարող վայելել Աստծո խաղաղությունը։ Մեր մտքերն ու զգացմունքները պաշտպանված չեն լինի։ Իսկ եթե կատարենք, եթե մեր հոգսերը ներկայացնենք Տիրոջը, գոհությամբ մեկտեղ, եթե շարունակ մտածենք Աստծո ասածների մասին, ընդօրինակենք Աստծո զավակների, փորձառու զավակների հավատի վախճանը կամ կյանքը, կիրականանա այս ցնցող իրականությունը, որը խոստանում է այստեղ Աստծո խոսքը։ Նայեք 9-րդ համարի վերջին մասին։ Հենց այն, ինչ սովորեցիք, լսեցիք ու իմ մեջ տեսաք, այն արեք, արդյունքը լսեք։ Եվ խաղաղության Աստվածը ձեզ հետ կլինի։ Ինչ է նշանակում Աստված ձեզ հետ կլինի։ Ինչ նկատի ունես, Պողոս։ Միթե Աստված ամենուրեք չէ։ Միթե նա մեզ հետ չէ հիմա։ Այո, Աստված ամենուրեք է, նա միշտ մեզ հետ է, բայց այս համատեքստում նա ներկայանում է որպես խաղաղության Աստված։ Այս փոթորկի ու անհանգստությունների մեջ Տերը քեզ հետ կլինի, քեզ մոտ կլինի, քեզ ընկալելի կլինի, զգալի ու հասկանալի կլինի։ Նրանց, ովքեր հավատարմորեն հետևում են այս ճշմարտություններին, Աստծո խոսքը խոստանում է, որ խաղաղության Աստվածը կլինի նրանց հետ։ Եթե նկատեցիք 7-րդ համարում գրված էր Աստծո խաղաղությունը մտքից վեր, ովքեր մնում էին աղոթքի մեջ, այստեղ գրված է ոչ թե Աստծո խաղաղությունը, այլ խաղաղության Աստվածը։ Ո՞րն է տարբերությունը։ Տարբերությունն այն է, որ աղոթքի մեջ հարատևելիս կունենաս Աստծուց եկող խաղաղություն, իսկ կյանքիդ մեջ գործածելով Աստծո խոսքով կենսակերպ ձևավորելով, շարունակ մտածելով Աստծո խոսքի մասին, քեզ ուղեկից կլինի Աստված ինքը։ Դու կփորձառես Աստծո հետ հավատի ընթացք եւ խաղաղության Աստվածը քեզ հետ կլինի։ Մեթյու Հենրին ասում էր, Աստծո ավելի զգալի ներկայությունը քո կյանքում կտեսնես։ Ոչ թե մենք երևույթ ենք փնտրում, ոչ, պարզապես սրանով ուզում է հասկացնել, որ Աստծո հետ մտերմությունը ավելի կենթանի, ավելի իրական կլինի, հասկանալի, ընկալելի կլինի։ Եվ խաղաղության Աստվածը քեզ հետ կլինի։ Դու կընկալես, որ նա միշտ քեզ հետ է։ Դու ավելի խոր կհասկանաս ու կվերապրես նրա ներկայությունը քո կյանքում, քո ամենօրյա կյանքում։ Դու կփորձառես Աստծո ներկայությունը բանտում, հալածանքի մեջ, չարչարանքի մեջ, աղքատության ու հիվանդության մեջ եւ Պողոսի նման բանտից կմխիթարես ուրիշներին։ Ահա Աստծո խաղաղությունը սա է, այն մտքից վեր է եւ Աստված հենց ինքն է այդ խաղաղությունը։ Այս արդյունքը խոստացված է մեզ, սիրելիներ, Քրիստոսում եղողներին։ Պատկերացնում եք ցանկացած դժվարության ու անհանգստության մեջ, երբ վայելեք Աստծո կենթանի ու խաղաղարար ներկայությունը ձեր կյանքում, ել ինչից պետք է վախենաք։ Ել ինչը կարող է ձեզ անհանգստացնել։ Հիշեք, հոգևոր կյանքի կայունությունը ուղիղ կապված է այն բանի հետ, թե մենք ինչ ենք մտածում Աստծո մասին, ով է նա։ Դրա համար էլ բոլոր տագնապներն իրենց բույնն են դնում մեր մտքում, երբ մոռանում ենք, թե ով է մեզ հետ։
Հարց եւ ավարտենք։ Ուզում եք Աստծո այս խաղաղությունը։ Ուրեմն վազեք ձեր հոգսերը ներկայացրեք Հիսուսին։ Շարունակ մտածեք Աստծո ասածների մասին։ Ձևավորեք ձեր վարքը Աստծո խոսքով եւ ամեն օր կիրառեք այն, ինչ սովորել եք եւ ինչ ընդունել եք, եւ խաղաղության Աստվածը ձեզ հետ կլինի։